Գրասի։ Պարոն Քոչարյան, Քնարի ինչու եք սենյակում աղմուկում, ինչու Հելենա իմ ամենասիրած կադրերն են։ Մենք որ էմոցիաները հելնում է, էմոցիաները ինձ ստանում է միշտ ուղղությամբ։ Պարոն Քոչարյան, Հայկ Սարգսյանն ասում է, որ դուք շատ գոհ եք եղել Մի վարքան, Հայկ Սարգսյան, ինչքան ես հասկացա ուշադիր լավ։ Պրովոկացիոն հարցը տվեր իմս ճիշտ պատասխանը ստացեք։ Ինձ թվում է ուրիշ Քոչարյանի մասին էր։ Չէ, դուք եք։ Չէ, բայց ես ակադարձեցի։ Կարող է Ռոբերտ Քոչարյանի մասին ասում, չգիտեմ։ Միակ Քոչարյանը դուք եք։ Բայց ես հակադարձեցի, բայց այդ դեպքում մի րոպե, չէ, ես կատակ եմ անում, լսի։ Բայց այդ դեպքում ես ինչի այսքան խոսեցի։ Բայց այդ դեպքում ես ֆրակցիայի առումը Դուք պարոն Սարգսյանը անգամ ձեզ ասում էր, մի ընդհատեք։ Անձնաժողովի նախագահին չի կարելի հակադարձել։ Պարոն Քոչարյան, ինչ վտանգներ եք տեսնում, այս Քոչարյան։ դուք ասեք մեկ։ Հերմին այսօրով է հյուրդ։ Հլաս է, այսօր հյուրտով է։ Պարոն Քոչարյան, Ասեք իմ հարցը պատասխան։ Որ հարցին։ Ինչ խնդիրներ եք դուք տեսնում, ինչ խնդիրներ առաջացնեն։ Բնականաբար ֆրակցիան կքննարկի օրինակից ստացա բացական եզրակացություն։ Դա նշանակում է ըստ կանոնակարգ օրենքի խորհրդի նիստում ինքը չի զեկուցվելու, բայց հեղինակը կարա պնդի, որ սա լիագումար նիստում ուրեմն քվեարկվի եւ քննարկվի, բայց դրանից առաջ ես համոզված եմ, որ ֆրակցիայում կլինի եւս մեկ քննարկում, որտեղ ֆրակցիայի քննարկումը մենք ունեցանք, որի մասնակցեց նաեւ պարոն Պապիկյանը, պարոն Սարգսյանը, իհարկե պարոն Սարգսյանի հարցեր քիչ եղան, հիմնականում պարոն Պապիկյանին, եթե նկատեցիք նաեւ հարցերի մի հսկա քանակ տրվեց այսօր պարոն Արման Սարգսյանին, պաշտպանության փոխնախարարին։ Եվ բնականաբար ֆրակցիան պետքա կողմնորոշվի։ Եթե ֆրակցիան որոշեց, որ այս նախագիծը պետքա կողմ քվեարկվի, բնականաբար ֆրակցիան կաջակցի այս նախագծին, բայց ֆրակցիայի առաջիկ փակ քննարկումից հետո պարոն Սարգսյանը նախաձեռնեց իր հետ հանդիպում քաղաքացիական պայմանագրի պատգամավորների հետ եւ ինչքան ես իմացա մեկ հոգի է մասնակցել այդ հանդիպմանը։ Ես ճիշտ հասկացեք, Քրիստինե Պողոսյանը հիմնավորեց։ Դուք ասեք ինչու եք դուք ի սկզբանե կողմ եղել։ Չի եղել սկզբան։ Դուք պարոն Սարգսյանը խառնեց այն նախաձեռնությունը 27 տարեկանին, այս կողմ եմ եղել, աջակցել եմ եւ անցել է, բայց սա դեռ ուրիշ բան է։ Ասպարոն Սարգսյանը նաև ասաց, որ հանձնաժողովում քննարկվել է, չկա այդպիսի բան։ Ես ասեցի, հանձնաժողովի բոլոր անդամները նստած են, թող ասեր, այ այս բոլորը ընդդիմադիր իմ ժողովուրդ մեր հանձնաժողովի աշխատանքային բոլոր քննարկումներն ասում են նաև ընդդիմության մասնակցությամբ։ Եթե քննարկված լիներ, պետք է ասեր, այ այս բոլորը այ աշխատանքային քննարկում եղել է։ Մի բանն է ճիշտ ասել։ Միջգերատեսչական հանձնաժողովը պարոն Պապիկյանի գլխավորությամբ քննարկել է 2 անգամ, բայց այդ հանձնաժողովը պարտավոր էր վերջնական տեսակետը ավարտելուց հետո քննարկեր եւ քվեարկեր նոր ուղարկեր կառավարություն տար համաձայնություն Հայկ Սարգսյանը դնի կառավարության այդ շրջացման, որը չի արվել։ Էլ չեմ ասում քաղաքացիական պայմանագիրը տեղյակ չի, հանձնաժողովը տեղյակ չի։ Ինչ եք կարծում։ Սա այսպես հասարակությունը մարդու իրավունքների պաշտպանը այսքան բան է, հիմնավորումներ է բերում, քաղաքասարակությունը, այսպիսի օրինագծերը, որը տեսակ խնդիր չի լուծում։ Այս օրինագիծը զորակոչի խնդիր չի լուծում։ Ոչ էլ պայմանագրայինի խնդիրն է սա լուծում։ Սա ավելի շատ հարցեր առաջացնող էր։ Դրա համար ես, քանի որ 30 օրվա անցած ուղի ունեմ, գուցե մի քիչ ավել, եւ կարծում եմ, որ զինված ուժերը պետքա օր առաջ մենք ունենանք այնպիսին, որպեսզի ինքը մեր ժողովրդին կարողանա պաշտպանի։ Նայում եք անհանգիստ աշխարհի կռիվներ եկել է մեր հարավային սահման։ Եվ այս քննարկումը, ես ասում եմ, նույնիսկ երեկվա հրթիռակոծություններից հետո այս քննարկումը պարոն Հայկ Սարգսյանը պետք է հետ քաշեր։ Ասել չի։ Որովհետև դա բանակային ծառայության մի այդպես ինչ 30 տարի թատերականացված 30 տարի բանակային ծառայության մասին։ Պարոն Քոչարյան, դուք 30 տարի բանակային ծառայության մասին եք խոսում, բայց հանրությունը նաև մեծ, ինչպես նշում եք, այդ տեսեք մարդու իրավունքների պաշտպանը այսպիսի հակասությունների մասին է խոսում, բայց մի խնդիր կա, ասում են պարոն Քոչարյանը խոսում է 30 տարվա բանակային ծառայության մասին, բայց իր որդին գիտնական դառնալու հիմքով բանակից ազատվել է։ Մի վարքյան ուշադիր։ Իսկ պարոն Քոչարյան, եթե բանակից ազատել իր ավակ որդուն, բա փոքրին խի չխնայեց։ Փոքրն է պատերազմի ժամանակ լավ թոթոր տեղեր։ Սուտ ես ասում, սուտ ես ասում, ով որ ասում է, որ գլուխը պատին տալը քիչ է։ Ուրեմն Ղուրբան լինեն իմ փոքր տղային, որի մասին Արցախի ղեկավարությունից սկսած զինվորականությունից Վազգեն Քոչյանի նկարները դրեցի, որովհետեւ հասկանան, այս տղեն մինչև վերջի օրը նոյեմբերի 8-ը կրակել է։ Արքուպատիկ ձեր փոքր իմ գիտնական տղայի գիտական գործերին դու ծանոթ ես։ Դու ծանոթ ես։ Հարություն է ուզում ծանոթ։ Հարությանը դու ում միջոցով ծանոթացրեք։ Հենց այս պահին էլ իմ մեծ տղաս նաև գիտական
այն գյուղապահովագրության համակարգի հիմնադիրներից մեկն է եւ առողջապահական համակարգի օնկոլոգիային վերաբերող դու լավ գիտես նայեք շանթով Լևոն Քոչարյանը ոնց է ներկայացնում այն ծրագրերը որոնք որ մեր պետությունը դեռ առողջապահական ապահովության մեջ ոչինչ չունի արած ապահովագրությունները որ այդպես էլ չեն գործում դուք նայեք այն ինչ որ շանթով հետ քաշեք եւ նայեք հետ քաշեք Հայկ Սարգսյանը դրա ժամանակը չէր լարված իրավիճակը բայց իրավիճակը Ինչպես կան փոքրացի Կաթողիկոսի Գիտեք որ ձեզ հարցը ինչքան լավ են վերում չնայած դուք ստորագրություններ եք գնում որ ասում եք հիմա նախագծի ժամանակը չէր բա կաթողիկոսի Քնարեք դու իմ նկարը գրկած անդադ վազվզում եկեղեցի կաթողիկոսի հարցը քննարկելու ժամանակն Այսօր մենք եկեղեցու հարցը քննարկում Չէ, հասարակ, ես իրավիճակը որ